Մեկ բաժակ սուրճ օրը առույգ սկսելու համար, մի քիչ թղթաբանություն ու շրջայց հիվանդասենյակներով։ Կապանի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի պատերը Հասմիկ Խաչատրյանի համար հարազատ են արդեն 17 տարի։ Ծանրանալու ժամանակ չեն ունենում, ամսական այստեղ մոտ 35 բալիկ է լույս աշխարհ գալիս։ Մանկաբարձություն պետք է լինի շատ հմուտ, պետք է լինի շատ փորձառու, որպեսզի կարողանա հսկի հղին եւ ճիշտ ժամանակին, եթե որևէ շեղում նկատի հղի մոտ ճիշտ ժամանակին տեղյակ պահի իր բժշկին։ Ես չեմ փոշմանում իմ ընտրության համար, որովհետև ես իմ մասնագիտությունը շատ եմ սիրում եւ շատ նվիրված եմ իմ գործին։ Մի կողմից հոգեբանորեն խոցելի վիճակում հայտնված կինը, ում համար ծննդաբերությունը թեև բնական, բայց անկանխատեսելի գործընթաց է, մյուս կողմից նորածինը, մարդկային երկու կյանքի համար պատասխանատու լինելը հեշտ գործ չէ։ Այո, լինում են շատ դեպքեր, երբ հղիները գալիս են վախեցած եւ նրանց թվում է թե ծննդաբերությունը այո շատ վախենալու ինքը ինչ որ շատ վախենալու process է եւ նրանք գալիս են շատ մտորած, մտորումների մեջ են գալիս, վախեցած են գալիս եւ մենք այդ ուղղությամբ աշխատում ենք եւ այո ինչու ոչ մենք նաեւ շատ լավ հոգեբաներ ենք եւ կարողանում ենք հղիներին հասկացնել, հղիներին հոգեբանորեն տրամադրել եւ այո դա մեզ մոտ ստացվում է։ Պահեստազորի մայոր հարգանք ու պատիվ վայելող բուժքույր Մելանիա Գևորգյանը իսկական երկաթյալ լեդի է։ Աշխատանքային ողջ ուղու ընթացքում հիմնական բուժառուները տղամարդիկ են եղել։ Այսօր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հարյուրավոր բուժաշխատողներից մեկն է։ Տարիների փորձը, կարգապահությունն ու մասնագիտական նվիրվածությունը նրան դարձրել են ոչ միայն վստահելի բուժաշխատող, այլև ուժեղ եւ օրինակելի կին շրջապատի համար։ Մեծ հոգեբանության տեր պետք լինես, յուրաքանչյուր աշխատակցի մոտիկանաս առանձնահատուկ առանձին մոտեցումներով ամեն մեկին իր տեսակով, իր բնույթով, պետք լինես գրագետ, մասնագետ լինես, եթե մասնագետ լինես վախենալու ոչինչ չկա, բայց մեր աշխատանքը այնպիսի բնույթ է կրում, որ պարտադիր սխալվելու իրավունք չունես երբեք։ Թող չի որ շպրտես, նույնիսկ գրես, պարտադիր պիտի միշտ զգոն լինես, ամեն ինչ կարգին տեղում լինես։ Մայիսի 12-ին նշվում է բուժքույրերի մասնագիտական տոնը, որը եւս մեկ առիթ է գնահատելու նրանց անձնվեր աշխատանքը, հոգատարությունն ու անգնահատելի դերը առողջապահական համակարգում։ Բոլորը առողջ լինեն, աշխարհը խաղաղ լինի։ Երջանկություն ընտանիքներում, մեծ հաջողություններ, թող մայրերը շատ երեխաներ ունենան, մեր երկիրը խաղաղ ապրենք։ Բուժքույրոջ մասնագիտությունը դա առաքելություն է, կոչում է եւ մեծ պատասխանատվություն եւ ես ջերմորեն շնորհավորում եմ բոլոր բուժքույրերին, ցանկանալով նրանց առողջություն, հաջողություններ, իրենց ընտանիքներում լինի անդոր, խաղաղություն եւ թող բոլոր բուժքույրերը լինեն հարգված եւ ինչու ոչ թող բոլորս անփորձանք աշխատանք ունենանք։ Կնոջուսերին դրված բեռը ի սկզբանե մի փոքր ավելի ծանր է։ Համատեղել ընտանիքը, կենցաղը եւ մասնագիտության մեջ հաջողելը հաճախ պահանջում է կրկնակի համբերություն եւ նվիրում։ Սակայն հենց այդ ճանապարհին են ձևավորվում ուժեղ կանայք, ովքեր կարողանում են միաժամանակ լինել հոգատար մայր, վստահելի գործընկեր եւ նվիրյալ մասնագետ։ Անի Գրիգորյան, Ռոբերտ Օհանջանյան, Տիգրան Թումանյան, Սյունիք լուրեր։